Բարև ձեզ։ Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական հեղափոխություն։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի հետ մենք այսօր կփորձենք հասկանալ, թե երբ է հեղափոխությունը սպասվում մշակույթի ոլորտում։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ։ Իմ առաջին հարցն ամենայն հետևյալն է։ Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն, գիտեք, մենք կարող ենք համարել, որ հեղափոխությունը Հայաստանում կայացած փաստ է։ Ես այդ երևույթների ցալքերի մեջ առանձնապես չեմ եղել, ես իմ գործով եմ զբաղվել եւ շարունակում եմ զբաղվել։ Խնդրեի, որ ավելի իմ ոլորտի մեջ Փողոց դուրս գալիս եք, ինչ-որ բան զգում եք, այսպես ասած։ Փողոց, ինչպես առաջ, այնպես էլ հիմա հազվադեպ դուրս եմ գալիս։ Ժամանակ չի լինում փողոց դուրս գալու։ Հիմնականում տանն եմ կամ գրասենյակում եւ զբաղված եմ իմ գործով։ Ձեր կարծիքով մեր մշակույթում հեղափոխություն անելու կարիք կա։ Կրթական ոլորտում կարիք կա, կարծում եմ, որովհետև մշակույթի կրողները հասարակության անդամներն են, մարդիկ, մենք, դուք, բոլորս, և կախված, թե ինչ կրթություն ենք ստացել, այդ չափով մեր մշակույթի կրողն ենք կամ կրողը չենք կամ որևէ չափով վերջապես, դրանով է պայմանավորված։ Եվ այն վիճակը, որ կա կամ կար, ըստ իս բան չի փոխվել գոնե մի տարում, չէր կարող փոխվել ճիշտն ասած, կապ ունի կրթության հետ, չէ, որովհետև ինչու, որովհետև եթե կրթության ծրագրերում հայրենաճանաչության, հայագիտության սերմերը այսօր դրվեն, գոնե այդ շրջանավարտները, այսինքն ավելի մշակութակիր մեր հասարակության անդամներին մեր մեջ կունենանք 10-12 տարի հետո։ Դպրոցը գոնե այդքան է և նմանապես բարձր վաստակագույն ուսումնական հաստատություններում էլ այս տեսանկյունից անելիքներ կան, որ դա էլ չեմ, 4 տարի, 5 տարի, այսինքն մի 2 տասնամյակ հետո մենք կարող ենք հասարակության մեջ որակական ազգային իմաստով, ազգային նկարագրի իմաստով, որակական փոփոխություն զգանք, մեկ տարում չենք զգա, նույնիսկ եթե ինչ-որ մի բաներ արդեն արված լիներ, բայց ես չեմ իմանում, որ կրթական ոլորտում ազգային նկարագիրը, աղճատված նկարագիրը, ազգային ողնաշարը շտկելու իմաստով մի բան արված է, չի արված դեռ, հույսով։ Այսինքն իրականում մեր կրթության ոլորտում երբեք էլ ազգային նկարագիր չի եղել։ Դե սկսած խորհրդային տարիներից, սկսած նախահեղափոխական, ցարական ժամանակներից հայկական դպրոց կոչվածը ընդամենը այն ժամանակներում ընդամենը լեզու վայելչագրություն շատ կարևոր էր իհարկե, կրոն, օրինակ հիմա ամբողջ մեր սփյուռքի երկրներում օրինակ Սիրիայում հայոց լեզուն սովորում էին, որպեսզի հայերենով եկեղեցական գրքեր, ասենք Աստվածաշունչ կարողանան կարդան հայերենով։ Հայերենը դրա համար էր պետք։ Եվ հայկական կոչված դպրոցներում, ասենք Սիրիա, Լիբանան հենց հիմա, սրանք ճակերտավոր հայկական դպրոցներ են, որտեղ ամեն առարկաները մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա եւ այլն, ամեն առարկաները տվյալ երկրի, ասենք պետական լեզվով են, օրինակ, ասենք Լիբանանի պարագային արաբերեն են, օրինակ։ Բայց դպրոց կոչվում է հայկական։ Ինչու հայկական, որտեղ այդտեղ մի երկու առարկա էլ հայերեն կա, հայոց լեզու, հաջորդի պատմություն եւ այլն։ Այսինքն հիմա շատ բանով չի տարբերվում հայաստանյան իրականության մեջ մեր պետականություն ունեցող երկրում մեր դպրոցների վիճակը։ Անշուշտ մնացած առարկաներն էլ հայերեն են, ինչպես թվարկեցի։ Բայց ամենակարևորը հայրենաճանաչ չեն մեր, հասարակության անդամները հայրենաճանաչ չեն եւ ըստ այդմ հայրենասեր չեն։ Մարդը ինչու պիտի լինի հայրենասեր, ինչով պայմանավորված պիտի լինի հայրենասեր, ինչ զգացումներից, ինչ գաղափարից դրդված պիտի լինի։ Այդ իմաստով դուք հեղափոխությունից պահանջներ ունեք, հեղափոխական իշխանությունից։ Պահանջներ չէ, հույսեր, որ միշտ ունեցել եմ ամեն նոր նշանակված կրթության նախարարի հետ ինչ-որ, չնայած արդեն որոշ ժամանակ արդեն թե ում էին նշանակում, ես իհարկե այդքան երազող մեկը չեմ եւ ավելի ռեալ նայելով ես հասկանում եմ, որ չէ, հույսեր էլ չկա։ Արդեն նշանակման պահից։ Հիմա կան այդ հույսերը, կարդարանան թե չէ, ժամանակը ցույց կտա։ Ընդհանրապես դες գոհացնում է նոր իշխանությունների գործունեությունը։
Տեղը ընկած չէ դեռ։ Դեռ շատ ժամանակ չի անցել, որ ես ասեմ, գոհացնում է թե ավելի մեծ մասամբ ավելի շատ խնդիրները անորոշության մեջ են այս պահին։ Գոնե ինձ համար, գուցե շատ շատերի համար։ Որտեղ եք տեսնում խնդիրները կրթության ոլորտից բացի, եթե կարելի է, որտեղ եք տեսնում դրապես։ Գիտեք, ես ամեն ինչի մեջ խնդիրը կրթության ոլորտում եմ տեսնում, որտեղ անկախ նրանից մարդը գիտնական է, բժիշկ է, թե որևէ ոլորտի կապ չունի, թե արհեստավոր է, թե տաքսու վարորդ է, եթե ինքը պետք եղած ազգային կրթությունը հիմնավոր խորությամբ, այսինքն եթե ինքը հայրենաճանաչ է, սկսենք այդ տեղից, ինքը պատվապաշտ է, իր երկրի պատիվը իր գործի մեջ բարձր պահող է։ Դրանով է պայմանավորված, այսինքն ընդհանուր մենք չենք ունեցել եւ չունենք ազգային հասարակություն։ Սա ամենամեծ եւ որևէ դարաշրջանում չենք ունեցել, ճիշտն ասած։ Շատ դարեր արդեն մենք չունենք ազգային հասարակություն եւ դրանով պայմանավորված եւ դրանից բխող բոլոր ոչ ցանկալի երևույթները։ Եթե դժվար չի, ո՞րն է ազգային հասարակությունը։ Ազգային հասարակությունը նա է, որ ամենապարզ դրվագը ասեմ, որի անհատը, անդամը երբեք չի ասում «էս երկիրը», օրինակ։ Նման արտահայտություն չի կարող լինի մի անհատի հասարակության անդամի գանգի մեջ, ով որ ուղղակի ազգային ողնաշար է կրում եւ ինքը պատիվ ունի։ Ազգային հասարակությունը ըստ իս պիտի ունենա ազգային երազանք։ Մեր հասարակությունը աներազանք է ապրում։ Գիտեք, աներազանք ապրող մարդը լայն հաշվով հասարակությունը։ Ինքը իր կամքից անկախ անհավես է ապրում։ Երազանքը միշտ մղում է եւ դրդում է մարդուն իր աշխատանքի մեջ, ամեն մարդ իր աշխատանքի մեջ, բայց լայն հաշվով ազգային երազանք իր մեջ ունեցող մարդը կամ լայն հաշվով հասարակությունը բոլորին այլ որակներ ունի, իր ապրած օրը բոլորովին այլ արդյունքով է ավարտում, իր ապրած տարին այլ արդյունքներ է գրանցում ազգային երազանք ունեցող մարդը կամ հասարակությունը։ Մենք չունենք դա։ Ես ձեզ մի պարզ օրինակ բերեմ, որպես ավելի հստակ լինի։ Ասենք մի անցյալ տարի Վանից հարավ մի քրդական գյուղում պարզ մի գյուղացու հետ զրույցի ժամանակ ազգությամբ քուրդ մի զրույց էր, որ հետեւյալ խոսակցություն գրեթե 10 երեխա ուներ արդեն, բայց կամ չէր առեդեր կունենար, հարցը դա չէր։ Ասեց, երբ որ ասենք ո՞նց եք պատկերացնում ձեր ապագան, ձեր կյանքը ընդհանրապես, թուրք քրդական իրավիճակների մեջ եւ այլն։ Ասեց, դե գիտես ո՞նց ասեմ, 3-4 զավակներս կզոհվեն, 2-3-ը կգաղթեն դեպի արևմուտք, կամ հենց մեր երկրի մեջ կամ արևմտյան երկրներ, ուրեմն կգաղթեն, մի 2-3-ը գուցե 4-ը տեղում կմնան, եւ այսպես եւ կշատանանք, կուժեղանանք ժամանակի մեջ։ Ամեն մի քուրդ ունի 20 եղբայր, ամեն մի թուրք ունի 2 եղբայր։ Մենք որ ոչինչ չանենք, այս երկիրը վերցնելու ենք 10-20 տարի հետո, որ ոչ մի գործ չանենք այդ ուղղությամբ։ Ես տեսա այդ պարզ գյուղացու խոսքերի մեջ այս ծրագիր, ազգային երազանք։ Ես հավատում եմ, որ քրդերը իրենց նպատակին կհասնեն։ Մարդ սառը դատողությամբ 3-4-ը կզոհվեն հանուն ապագա Քրդստանի, մեր հողերի վրա, սա ուրիշ խնդիր է, հա, բայց ապագա Քրդստանի։ Պարզ գյուղացին, եթե ինքը երազանքով է ապրում, նպատակով է ապրում, նման մի ազգի դեմ խաղ չկա, այսպես ձևակերպեմ։ Մեր հասարակությունը չունի երազանք։ Ինչու չունի երազանք։ Գաղափար է, երազանքը գաղափարի հետ է պայմանավորված, այսինքն ճիշտն ասած ավելի ծանր խոսք պիտի ասեմ, չգիտեմ դրա իրավունք ունեն, չունեն, բայց գաղափար չունի։ Ազգային երազանք ունենալու համար ազգային հենքով արմատը զգացող հասարակություն պիտի ունենանք։ Ամեն մի անհատ իր արմատը պիտի զգա եւ հավատարիմ պիտի լինի իր արմատին։ Եվ արմատի թելադրանքով պիտի իր
իր բաժին կյանքը անցկացնի։ Մենք չունենք ազգային երազանք եւ այս ծանր խոսքը փաստելու համար պետք չունեմ շատ ավելի լուրջ բաներից խոսելու։ Մեր հանրապետության ողջ տարածքը աղբի մեջ է կորած։ Հայ մարդը իր հայրենիքում ամեն վայրկյան աղբ է նետում։ Այսինքն մենք մեր հայրենիքի գեղեցկությունը չենք զգում, նրա իբրև այդ երկրի քաղաքացի երկիրը մաքուր պահելու պատիվը, պարտականությունը չենք զգում։ Սա տարական բաներից եմ խոսում ճիշտն ասած, ամենաներքևում գտնվող աստիճանների պես քայլ-քայլ պիտի բարձրանալ ազգային նկարագիրը կուր ունենալու ճանապարհին, ասենք բազմաթիվ աստիճաններ կան, մենք ամենաներքևի աստիճանների վրա լրված մնացած ենք։ Իմ օզնական տպավորությունն է, այսինքն։ Պարոն Կարապետյան, դուք քիչ առաջ կարևորեցիք կրթությունը, ներողություն։ Վերջերս մշակույթի նախարարությունը միացվել է կրթության նախարարությանը։ Այս քայլը դուք ո՞նց եք մեկնաբանում։ Ես առիթ ունեցել եմ կարծիքս հայտնել, ընդհանրապես երբ պիտի կրկնեմ։ Ես գտնում եմ, որ ընդհանրապես նախարարությունները որևէ անկախ երկրի պետությունը ինքը մի շենք է, մի կառույց է, եւ նախարարությունները այդ շենքի սյուներն են։ Շատ կարևոր սյուներից է, ասենք, պաշտպանության նախարարությունը, կրթության նախարարությունը, նաեւ մշակույթի։ Ճիշտ ասած, պաշտպանության նախարարությունը նախարարության իմաստը նրանում է, որ մշակույթը պաշտպանի։ Այսինքն ազգը առանց մշակույթ ոչինչի պետք չի, ազգը պաշտպանել պետք է, որ ազգն էլ իր մշակույթը կարողանա զարգացնել եւ այլն։ Ինձ համար անհասկանալի է եւ մնացել է անհասկանալի այդ որոշումները, որովհետեւ եթե այդ սյունը մի քիչ ծուռ էր եւ այնքան էլ կարծես իր դերակատարությանը չէր ծառայում, պետք է ինչ-որ բաներ շտկել, ուղղել, բայց վերացնել ուղղակի շենքի այդ սյունը մեջտեղից հանել, ես չհասկացա, մինչև հիմա չեմ հասկացել, չգիտեմ, հույսով երևի մի օր հասկանամ, չգիտեմ։ Մի այսպեսի հարց տամ ձեզ, եթե կարելի է, պարոն Կարապետյան, հեղափոխությունից 1 տարի հետո Հայաստանում կյանքը այնպես չէ, որ հանգիստ է, այսպես ասած ստորջերյա զարգացումներ են գնում, խոսում են անցումային արդարադատությունից, մի խոսքով քաղաքական կյանքը ակտիվ է եւ իրավիճակն այնպես է, որ մտքի ներկայացուցիչը, մտքի մարդը, այսինքն ում գործունեությունը ստեղծագործական ոլորտում է հիմնականում, ինքը ինչպես վարվի քննադատի իշխանություններին եւ հայտնվի, այսպես ասած, հակահեղափոխական ճամբարում, թե չքննադատի եւ փորձի ինչ-որ կերպ աջակցել իշխանություններին, որպեսզի, ինչպես ասում են, նոր Հայաստանը խելքի բերեն։ Ես ոչ քննադատելու կողմնակիցն եմ, ոչ չքննադատելու, ես աշխատելու կողմնակիցն եմ։ Թող ամեն մարդ ուղղակի մտածի, որ ինքը ինչ աշխատանքի է ընդունակ, իրեն ավելի սրտամոտ ինչ գործ կա, այդ որ աշխատանքն է, որ ինքը ավելի որակով կարող է անել եւ թող լծվի այդ աշխատանքին, քննադատել, չգիտեմ, եւ այլն։ Ես գտնում եմ, որ ուղղակի թող ամեն մարդ ավելի բարեխիղճ գտնվի իր աշխատանքի նկատմամբ եւ մեր երկիրը միանգամից շոշափելի զարգացում կարձանագրի։ Վերջերս լույս է տեսել Հայաստանի պատմության գրքաշարի դահատորը, կարծեմ մռակավանք է կոչվում, հա։ Մռավականք։ Մռավ լեռան մասին։ Այո։ Բայց լեռան մասին չի, ուղղակի հիմա կասեմ մռավ լեռան, այսպես միջավայրի։ Այո, ավելի ճիշտ այդպես։ Այն ներկայացնում է Շահումյանի եւ միայն Շահումյանի եւ Քարվաճարների, այսպես ասած, պատմական ճարտարապետական աշխարհն է ներկայացնում։ Ընդհանրապես Հայաստանի պատմություն գրքաշարը, որ 15 թվականից ի վեր մենք հրատարակում ենք, առաջին հատորը լույս տեսավ նվիրված Հայոց ձոր գավառին։ Հայոց ձորը գիտեք, որ Վանալճի հարավ-արևելյան հատվածն է, Անգղ գետի հովիտն է ընդգրկում, դա այն տարածքն է, որտեղ գտնվում է Հայկաբերդը եւ Աստվածաշեն գյուղը, սրանք Հայկ Նահապետի հետ անվան հետ կապված վայրեր են։ Եվ իսկ գիրքը ինչպես հասկացա նվիրված է Ղարաբաղի այն հատվածին, որը մեր ձեռքի տակ չէ։ Այս հատորը, այս 4-րդ հատորը արդեն ոչ մեր ձեռքի տակ, այլ Հայաստանի ասեմ, երկրորդ հատորը Սալմաստ գավառին էր նվիրված, որ Պարսկահայքում է, երրորդ հատորը Արծկե գավառին էր նվիրված, որ նորից Վասպուրականյան, Վանալճի հյուսիսն է, Սիփան լեռան հարավային փեշերը, եւ ահա արդեն 4-րդ հատորն է օրերս լույս տեսավ, ուրեմն նվիրված է
համանուն երկու շրջաններին, այսինքն Շահումյանի շրջանին, որ բռնազավթված Շահումյանի շրջանն է Մռավ Լեռնաշարի հյուսիսահայաց փեշերին 92-ից ի վեր բռնազավթված ադրբեջանական ուժերի կողմից եւ հարավահայաց փեշերին էլ Քարվաճարի շրջանն է, որ հիմա պաշտոնապես կոչվում է Նոր Շահումյան։ Ճիշտն ասած վերնագրի հարցում ինձ օգնեց իմ ավագ ընկերս լեզվաբան Սերգեյ Մկրտչյանը, ում ասեցի, որ ես մի գիրք եմ ուզում այս երկու շրջաններին նվիրված պատրաստեմ, բայց չեմ ուզում վերնագիր դնեմ Շահումյանի շրջան։ Արդյոք ինչ լուծում կարելի է տալ։ Եվ շատ արագ լուծումը տվեց, ասեց, որ դե ականով վերջացանցով տեղանուններ ունենք վասպուրական, տափերական, լենինական, կիրովական, վերջապես տեղանվանական այդ վերջացանցով եւ ասեց նայի շրջանի կեսը, մի մասը հյուսայաց փեշերին է եւ մի մասն էլ մեծ մասը հարավային հայաց փեշերին եւ առանցքով Մռավի լեռնաշղթան է։ Կարելի է կոչել գիրքը մռավական։ Դե քանի որ երկուսն էր, այսինքն հոգնակի էր, այդքան էլ ես իմ կողմից ավելացրի, ինչպես Գուգարք, Տայք, Աղվանք, Շահումյանի ադրբեջանական ուժերի հսկողության տակ գտնող Շահումյանի ճարտարապետական հատվածը դուք անձամբ եք ուսումնասիրել։ Ես առաջին անգամ 1989-ին եմ եղել Շահումյանի շրջանում եւ վերջին անգամ 89-ին։ Այդ միջանկյալ տարիներին էլ 82-ին, 84-ին, 86-7-ին, մի խոսքով անգամներ եղել եմ։ Եվ բարեբախտաբար սա մի տեսակ մխիթարություն է կարող եմ ասեմ, որ բոլոր գյուղերում եւ իրենց հանդամասերի մեծագույն մասում, այսինքն 90%-ից ավելի ես այդ շրջանի տարածքում հուշարձանների որոնողական աշխատանքները ավարտել էի, բարեբախտաբար։ Եվ այդ տարիների դաշտային աշխատանքներին գումարվեց նաև այս անցած տասնամյակների ընթացքում գրադարանային, արխիվային ուսումնասիրությունները եւ մի մեծ հատոր է 480 էջանի մեծադիր է գրքաշար առհասարակ, մի մեծ հատոր լույս տեսավ, շնորհիվ Ռալֆ Հիրիկյանի մի ազնվագույն անհատ, որ Հայաստանում կա մի հատված, Հայաստանում եւ Ղարաբաղում կա մի հատված, որտեղ դուք չեք եղել, այսպես ասած, որովհետեւ իհարկե թրի տակով չի անցել։ Չէ, իհարկե, ես որևէ մեկը չի կարող ասի ես ամենտեղ եղել եմ, չի կարող, դա անհնարին բան է։ Տեղեր կա իհարկե անգամներ եմ եղել, բայց նախ ամեն անգամ կախված թե որ տարիքում ես լինում։ Համաձայն եք, որ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է։ Որևէ ազգության անհատ պետք է ճանաչի իր հայրենիքը։ Եթե չճանաչեց, ինքնաբերաբար ինքը չի կարող սիրել։ Ասենք իմ սերը ես գտնում եմ, որ սիրում եմ, գուցեև շատ մեր հայրենիքը։ Եվ դրա ակունքը, արմատները, պատճառը տեսնում եմ միայն հենց դրա մեջ, որ ես առիթ եմ ունեցել ճանաչելու։ Ճամփորդել եմ, դեռ դպրոցական տարիներից շատ եմ ճամփորդել արշավներ եւ այլն։ Սկզբում բնությամբ է ավելի հրապուրված, ճիշտն ասած, հուշարձանները դեռ սիրում եմ լեռնագագաթներ բարձրանալ դպրոցական տարիներին, բայց մեր բնության ամենագողտրիկ անկյուններում ուզես թե չուզես, միշտ հանդիպում ես մի բերդի, մի վանքի, չեմ մի պատմական հուշարձանի։ Եվ այս ձևով նաև արդեն դպրոցական բարձր դասարաններում հետաքրքրություն առաջացավ եւ այդ ձևով տարեց տարի։ Որքան ճանաչեցի, այնքան ավելի սիրեցի, ավելի կապվեցի։ Այդպես է եւ ես կարծում եմ ցանկացած, ես միշտ ասում եմ, որ կրթության նախարարությունը պիտի ցանկալի է, որ դպրոցական այս ծրագրերի մեջ երեխեքին արշավներ տանելը ըստ տարիքի, օրինակ միջին դասարանցիներին 1 օրյա, բարձր դասարանցիներին արդեն կարելի է գիշերումով, վրաններով։ Հայ մարդը պիտի տրորի իր երկրի կածանները, պիտի մայրամուտը տեսնի, պիտի լուսաբացի ձայները լսի, թռչունների ձայները լսի։ Դրանք անջինջ եւ մարդ կերտող ապագա հայրենասեր քաղաքացի կերտող միջոցներ են, ձեռքից չի կարելի տալ։ Հասկանալի։ Շնորհակալություն ձեզ, պարոն Կարապետյան։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանի հետ։